տեսնում եք քաղաքացիների արձագանքը, մենք այս ընթացքում կզրուցենք Համբարձումյանի պաշտպանական խմբի անդամ Գայանե Պապոյանի հետ։ Այստեղ կանգնեք։ Տիկին Պապոյան, որոշմանը անդրադառնալով, գոհեք։ Տնային կալանքը ինքնին շատ ինտենսիվ խափանման միջոց է, գրեթե կալանքի հետ հավասար, այնուամենայնիվ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր միջնորդությունը կալանքը վերացնելու մասով բավարարվեց, այս պահին թերևս այդքանով գոհ եմ։ Մի բան ասեմ, այս վերջերս մի տեսակ ոնց որ տրենդային է դարձել, իսկ կալանքները փոխարինել տնային կալանքով, տպավորությունն է, որ դատարաններն են համաձայն օրինակ պաշտպանական կողմի միջնորդություններին, բայց որպեսզի ավելի բարձրալների շատ չնեղացնեն, միջանկյալ որոշում են ընդունում դա տնային կալանքներ, օրինակ Զամբիա Կարապետյանի դեպքում է եղավ։ Ես այդ մասով դատարանի փոխարեն չեմ կարող որևէ դիրքորոշում հայտնել, թե ինչ հանգամանքներից ելնելով է կիրառել կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք, այնուամենայնիվ թերևս ես կնշեմ, որ ամեն դեպքում սա պաշտպանական կողմի համար փոքրիկ, բայց հաղթանակ է։ Դա ևս բողոք հարցեր է, թե նրա հետ կապված կքննարկենք մեր վստահողի հետ պաշտպանական թիմի անդամներով, դրանից հետո կորոշենք։ Բայց եթե բողոքարկեք, արդեն վճռաբեկ դատարան Այո։ Երբ ազատ կարգացանք առհասարակ բողոքների քննություն, դատավճռի դեմ ներկայացված եւ հանրային մեղադրողի եւ մեր կողմից ներկայացված բողոքների մեղադրյալների մասով ինչ է։ Այո։ Նույն կազմում։ դատարանը երբ տուն կտանի, երբ տուն կուղարկի Գիտեք, ես հուզմունքից նույնիսկ չլսեցի, թե դատարանը ինչքան գրավի գումար սահմանեց, ամենայն հավանականությամբ այո։ Փաստացի մտավախությունը այն է, մեղադրող կողմի նաև փաստարկային է, որ Դավիթ Համբարձումյանը կարող է լքել Հայաստանը, չգիտեմ, փաստի դիմել, Ինչպես տեսանք, հանրային մեղադրողի դիրքորոշումը ոչ միայն դա էր, այլ նաև հանրային մեղադրողը արձագանքելով դատարանի այն հարցին, որ այն պայմաններում, երբ որ Դավիթ Համբարձումյանը ըստ էության քրեակատարողական հիմնարկում հայտնվելու գիտակցումը միևնույն է Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, այ ինչով է հիմնավորում հանրային մեղադրողը թաքնվելու մտավախությունը։ Հանրային մեղադրողը հնչեցրեց այն դիրքորոշումը, որը ըստ էության իր ավանդության հետ ավերջ չունի եւ առնվազն պրոֆեսիոնալ չէ։ Այն պայմաններում, երբ որ Դավիթ Համբարձումյանը քրեակատարողական հիմնարկում հայտնվելու պայմաններում մենք կլսենք նաև Դավիթ Համբարձումյանի տիկնոջը, դեռ նոր է գործը քննվում։